նորմալ է, որ Տրամպը զզվում է Եվրոպական միությունից, որտեղ Եվրոպական միությունը նախ բնակչությունով, եթե Բրիտանիան չհաշվեց, մոտ 150 միլիոնով ավել է ԱՄՆ-ից, երկրորդը մենակ ներքին պոտենցիալով ինքը շուկայի առումով Ամերիկայից հզոր է, բավականին լուրջ հետազոտություն կարս վերջերս դե պարզա միանգամից բոլորը սկսեցին բան անել, հետազոտել թե ինչ սպառնալիքներ կան եւ ինչ զարգացման հնարավորություն, Եվրամիության ներուժը մինչ այս պահը, դե պետք է հասկանալ, որ ինքը ուշ է ստեղծվել, 99-ին է ստեղծվել, մինչ այս պահը բացված է 30-ից ոչ ավել տոկոսով տարբեր ոլորտներ կան, որ 10-15%-ով այդ ներուժը բացված, այսինքն այնտեղ ասենք 85-90%-ը դեռ կա, որ պետք է բացվի։ Եվ նույնիսկ միայն այն ինչ հասանելի է, որ 2 տարվա ընթացքում կլինի, զուտ փաստաթղթաշրջանառության առումով թե ջմատի պատրաստն դա կարող է ամբողջությամբ ավելացնել Եվրամիության բյուջեն, այլ որ ոչ մի բան չանեն, բանը մոտավորապես 1.2-1.3 տրիլիոն եվրոյով։ Խոսքը գնում է հիմնականում երկրների միջև գոյություն ունեցող ներքին օրենսդրական սահմանափակումների կամ ձևակերպումների պակասեցման մասին։ Օրինակ, Լեհաստանում նոտարը չի կարող աշխատել Պորտուգալիայում կամ ինչ ավելի բանը, ասենք, չգիտեմ, հաստոցաշինական գործարանը, որը իսպանական ստանդարտներով արտադրում եւ բանը անում, ասենք ինքը կարող է ինչ-որ խնդիր լինի եւ ապրանքը օրինակ Նորվեգիա չկարողանա գնալ, որովհետեւ Նորվեգիայում կա կանոն, որ բանը պետք է գրված լինի նորվեգերեն։ Բանը օրինակ։ Այս տիպի սահմանափակումներ։ Սպառողական ապրանքներին դա շատ է վերաբերվում, սննդամթերքին եւ այլն եւ այլն, հա, օրինակ այդ թե բանի բովանդակություն, ճարպերի բաների բովանդակությունը մարկերովկաներ կան, ֆրանսիականը մի ձև է, գերմանականը մի ձև է, այս ամբողջ օրենսդրականը մի հատ է։ Մեկ փաթեթով օրենսդրական որ անում ես, ԵՄ-ի բան բարձրանում է 1.4 տրիլիոն։ Ամերիկան սա իհարկե գիտի։ Ինքը առանց այդ պարտվում է հիմա Եվրամիության, որտեվ Եվրամիությունը դուք որ ասում պետք է հասկանալ Եվրոպա, հա, ինքը Եվրամիություն պլյուս Մեծ Բրիտանիա պլյուս Շվեյցարիա։ Այսինքն դու ֆինանսական այդ հզորությունը Բրիտանիայի Շվեյցարիայի ունես։ Չնայած իրանք շատ բան արեցին նախորդ Տրամպի ժամանակ, որպեսզի Բրիտանիային փոկեն։ Հիշեք, որ Տրամպը շատ ակտիվորեն աշխատում էր յոկուտ Brexit-ի։ Իրան այն ժամանակվանից պետք էր Եվրամիության ոչնչացում։ Այն ժամանակ ուղղակի Բորիս Ջոնսոնը տենց բոջոն այսպես ասած։ Ուղղակի հիմա իրանք ռաստ եկան։ Հիմա ինքը պատրաստվում է Բրիտանիայից փոկել Կանադան։ Նոր են բրիտանացիք հասկանում, որ այնտեղ իրանք կուտը կերան այն վերնախավերի, այն էլիտաների, որոնք ուզում էին թուլացնել, բայց իրանք հիմա հասկանում են, որ Բրիտանիան չեն կարող կուլ տալ, Կանադան են ուզում փոկել։ Հայտնի է ինչ կուտեն, ոնց կլինի եւ այլն կանադացիք ամեն կերպ դա բացատրում են, որ հերո խաղացեք մեզանից, մի օր կչղայնանանք բան կանենք, բայց ամեն դեպքում։ Հիմա տեսեք, բացի այս Եվրոպայից սրան միանում է նաեւ Կանադան։ Եվ սա տնտեսապես Ամերիկայից մոտավորապես 40%-ով ուժեղ է։ Բացի դրանից, Եվրամիությունը ունի ստորագրած կամ ստորագրվող քննարկվող պայմանագրեր տարբեր բաների հետ։ Ամենապայծառը, որը մեզ ամենաշատ է հետաքրքրում եւ վերաբերում դա Հնդկաստանն։ Հնդկաստանը 1.4 տրիլիոնանոց, 1.4 միլիարդանոց երկիր է, շատ մեծ ներուժով, դեռևս չաշխատացրած, շատ մեծ աշխատանքային շուկայով, որտեղ դու կարող ես տարբեր գործարաններ գնալ, ամեն ինչ բարդաբան, բայց ավելի բարդ չկա Չինաստանն ու Տանաստանականները, սա նույն բանն է։ Բայց կա մի հատ մեծ առավելություն։ Հնդկաստանում անգլերենը պետական լեզու է։ Ի տարբերություն Չինաստան։ Այսինքն այս խնդիրները այստեղ ավելի հեշտ է լուծվում։ Բացի դրանից գոյություն ունի բան, մեր անունը մոռացել եմ, դա Բրազիլիայի, Արգենտինա, Ուրուգվայ, Պարագվայ, այդ ոնց որ Ատլանտյան մասի, Հարավային Ամերիկայի Ատլանտյան մասի տնտեսական համագործակցության կազմակերպությունն է, որը եւս մոտավորապես 260 միլիոնի մասնախոսք գնում բնակչության այնտեղ գումարային, որը հիմա Եվրամիության հետ պատրաստ է ստորագրել։ Կանադայի հետ կա առանձին, ոնց որ մենք SEPA ունենք, մի հատ այդպես Կանադայի հետ ունեն։ Բացի դրանից գոյություն ունի Կենիան եւ
Աֆրիկան այդ կենտրոնական աֆրիկան երկրները նախկինում բան, որոնք էլ են պատրաստում, բավականին մեծ բնակչություն են, շատ զարգացած են եւ իրանք Աֆրիկայի արևելյան մասի կենտրոնական ոնց որ կենտրոնական ֆինանսական այդ բանն են, էլի, ուժն են, որտեղ այնտեղ արդեն ինչ վատավիճակ։ Այս ամբողջ պոտենցիալը, որ գումարում ես իրար, նույնիսկ Չինաստանի հետ եթե չստացվի այն ինչ Եվրամիությունը հիմա պլանավորում է, ինչ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնացել է Բրյուսել, նույնիսկ այդ պարագայում եթե Չինաստանի հետ չստացվի համագործակցել ամբողջությամբ, Ամերիկան բավականին ծանր վիճակում է հայտնվում, եթե ուզում է մեկը մեկի սպարինգ անի Եվրամիության հետ։ Ուղղակի չի դիմանա, որտեղ Ամերիկան ամբողջ աշխարհի վրա տարիֆ մտցնելուց բացի այն գործընկերը, որ իրան կարա ապահովի Եվրամիության հետ հարաբերություններում առավելություն, դա Չինաստանն է։ Այսինքն Չինաստանի վրա 245% բանամացրել։ Բացի դրանից որ մցրել է, նաև փոխնախագահան, որը որ ես ուղղակի ձեռնպահ կմնամ իրան ինչ որ ձևակերպում տալու, հարցազրույցներից մեկում անվանեց չինացիքին հայրեն եշկինում ռուսերեն դա կոչվում է սմերդ։ Ում ապրող գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող վարձու բանվոր են, որ բան է, փող չես տալի։ Այն ասում ես դե ինչ որ հավաքես, դրանից մի բուրը կուտես։ Այսօր ինչ ես հավաքում, այսօր կովի բան ես մակում, գոմ ես մակրում, ինչ գտնես պոլից կուտես։ Ինչ որ կովը չի կերեցորեն, հացաբան է ինչ որ։ Այս տիպի ինքը այսենց իրանց անվանեց։ Դուք հասկանում եք, դու փոխնախագահ ես։ Ես ապշած եմ ուղղակի։ Ես չգիտեմ դա ինչ է։ Ես չեմ պատկերացնում ոնց կարա ուղղակի մարդով քաղաքականության մեջ է իրան տենց պահի։ Երկրի փոխնախագահ։ Հանրավ ես մեկ-մեկ Նիկոլին ասում եմ հեծանվորդ, բայց իմ երկրի վարչապետն է ինչ կուզեմ կասեմ։ Ոչ։ Իտալիան չի բանակցում։ Իտալիան էլ իր ուլտիմատումներն ա բերել։ Իտալիան խնդիր ունի իրականում, որովհետև ամերիկյան նավատորմը ապահովում է Իտալիայի հարավում բավականին մեծ հնա։ Ուղղակի իրանք ինչ-որ բաներ են առնում, դա այս կողմում, բայց նենց չի էլի, որ դուք կարող եք բալդել։ Իտալիան է, ի վերջո, Իտալիան այո կփորձի պայմանավորվի, այո կփորձի ինչ-որ բան, բայց դուք չեք կարող Մելոնիին ստիպել, որ ինքը հրաժարվի Ուկրաինայից ի օգուտ Պուտինի։ Դա բացառվում է։ Այդ այն պայմանն է, որը դու չես կարող խախտել։ Հարավային Կովկասը իրականում դա բան, ինչքան էլ որ դա տանի։ Դա Վրաստանն ու Ադրբեջանն։ Մենք արդեն հարավային Կովկաս չենք։ Մենք ասենք, չգիտեմ, կարող դիտարկել հարավ-արևելյան Եվրոպա։ Այս պահին, քանի որ գոյություն ունի անկայունություն Վրաստանում 1, Ադրբեջանում 2, Հայաստանում 3, քանի որ Նիկոլը չի կոնկրետանում, ինքը գնում է Մորդոր, թե ինքը մնում է սպիտակ ուժերի մոտ։ Քանի որ Թուրքիան ընտրել է ավտորիտարիզմի ճանապարհը, մինչև որ տեսնեն այս ընտրությունները ինչ է լինում։ Քանի որ Սիրիայում չեն կարողանում Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվեն։ Քանի դեռ բանակցությունները գնում են Ամերիկայի եւ Իրանի միջև, որոնք վերաբերվում են նրան, որ Ամերիկան չի ուզում վերջնականապես տրակացնի տարածաշրջանը, բայց արդեն մեծ մերձավոր արևելքի մասն է խոսքը, չի ուզում պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, մինչև հութիները չեն հավարտվել, հա, իսկ իրանք տեսնում են, որ հութիները չեն հավարտվել, ու ես իրանց ասեմ, որ վստահ եմ, որ այն նախորդ ադմինիստրացիայի ժամանակ բոլորը գիտեին, որ բավականին երկար ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում էր Սաուդյան Արաբիային եւ Եմենին եւ Միացյալ Արաբական Էմիրություններին, որպեսզի այս նույն հութիներին 4-5 տարին դե պատերազմ էր գնում։ Եվ հիմա, որ այս նույն Եմենը եկել ասում է ինձ փող տուր ես այդ հութիների հարցը լուծեմ, իրանք այդ ճանապարհով արդեն Սաուդյան Արաբիայից մի 50 միլիարդ փող են կերել։ Այսինքն դա չի աշխատելու։ Եվ իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները միայնակ են, իսկ միայնակ դու մերձավոր արևելքում կարաս տանես 0.1/17 պատերազմ, եթե դրսից ես։ Իսրայել։
Իսրայելը դարդ է, Իսրայելը բեռ է, Իսրայելը տխրություն է Ամերիկայի համար, որովհետև դու Իսրայելը պետք է պաշտպանես, Իսրայելը ինքը իրանով ունակ չի պաշտպանվել։ Հարավային Կովկասում Հայաստանը շատ կարևոր դեր է տանում ինչով, ինքը հիմա հնարավորություն ունի եւ այդ հնարավորությունը պատմականորեն վաստակել է։ Իրավունքի ուժով մենք այդ իրավունքը ունենք, եվրոպական հանդիսանում ենք եվրոպական քաղաքակրթության մաս։ Մենք Եվրոպայի ներկայացուցիչ ենք։ Նիկոլը չի ուզում լինի Եվրոպայի բաստիոն։ Ինքը ուզում է լինի խաշմերուկ։ Չգիտեմ ինչից է, բայց իրականում դու ուզած չուզած այդ գեյթն ես։ Իրե Պարատ Միրզոյանը այդ իմաստով տարբերակ օգտագործեց Global Gate, այսինքն մեծ դարպաս։ Շատ դուրս եկավ, նշանակում մեզ նայում։ Մեզ հետևում են։ Դու այդ գեյթն ես, դու այդ դարպասն ես։ Եվրոպական քաղաքակրթության եւ հնդիրանական քաղաքակրթությունների դարպասն ես ընդ որում շատ կոմֆորտ երկու կողմի համար։ Ու քեզ համար էլ է դա կոմֆորտ։ Թուրքական աշխարհի համար դու դիսկոմֆորտ ես, իրանք էլ քեզ համար են դիսկոմֆորտ, բայց հնդիրանական աշխարհի համար դու շատ արաբներին էլ կարակ բերեք, կրդերին էլ, բայց դիսկոմֆորտ չես ապրում։ Էսա քո գործոնը։ Չինաստանը որպես ամենամետաքսե ճանապարհի ամենահեռավոր կետ եւ ամենամեծ մարժայով շահույթաբերությամբ ամենամեծ շահութաբերության ապրանքների այն հələ միջնադարի, հա, ինքը հետաքրքիր գործընկեր է։ Մենք այն լավ տեղում ենք գտնվում, որ վտանգները Չինաստանի մեզ վրա տենց մեծ չեն ազդում, այսինքն այն ամբողջ վտանգավոր։ Եթե իհարկե անորոշ գլուխ չգնան Չինաստանից սկսեն պարտք վերցնել սրանք, որտեղ որ պարտք վերցրեցիր, հետո տերը։ Չինաստանը տենց հեշտ պարտք տվող չի։ Հա, ամեն դեպքում։ Այդ բանն է, մեր հետաքրքիր է, բայց այն ինչ որ կոչվում է միջին միջանցք, եւ այն ինչի մասին խոսում են տարբեր խոսացող գլուխներ, որ ուզում են այդ միջին միջանցքը դիտարկեն որպես խաղաղության խաշմերուկի մաս, դա տենց չի աշխատում։ Դա այդպես չի լինելու, որովհետեւ բազմիցս ասել են, որ Չինաստանից դեպի Պոլս այդ ճանապարհը, որը Ղազախստան-Բաքու Կասպից ծովով պետք է անցնի, նախ Կասպից ծովի բնապահպանական աղետը, որ 50 սանտիմետրով ջուրը իջել է եւ շարունակում է նվազել, դա բոլոր նավահանգիստները Կասպից ծովի ափերով սարքում է պրոբլեմատիկ, այսինքն մեծ ներդրում պետք է լինի, ոչ մեկ չի անում։ Բացի դրանից գոյություն ունի գործող երկաթգիծ, որը Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, եւ դրան համարժեք կարելի է եւս մեկ ավելացնել Ուզբեկստանը, որպեսզի Ուզբեկստանը դուրս չմնա այդ գործընթացից, ինքը ամենախոշորն է, Իրանով գա եւ անհրաժեշտության դեպքում թե կամ Թուրքիայով դուրս գա, կամ դուրս գա էլի Հայաստանով գնա բան, հա, իմաստ չունի ուղղակի այս ճանապարհը։ Հասկանում եք։ Իմաստ չունի այս ճանապարհը։ Հայաստանը միշտ եղել է մետաքսե ճանապարհի, որովհետեւ Արևմտյան Հայաստանը, այն Հայաստանը, որը որ Նիկոլ Ատելով ատում է։ Մենք այդ դրա հաշվին ենք եղել արանքում։ Բացի դրանից, այն տարածաշրջանում, երբ դա եղել է ակտուալ, գոյություն ուներ բանում, Կաֆայում, Ֆեոդոսիա, նույն բանում։ Կաֆայում հայկական մեծ համայնք եւ այդ Ղրիմում։ Եվ այդ Ղրիմը հանդիսանում էր առևտրային ամենախոշոր կետերից մեկը։ Դրա համար որ գալիս էին, ասենք, Պարսկաստանից, վերևից չինական ապրանքները որ գալիս էին, իրանք Հայաստանով դուրս էին գալի, գնում էին Ղրիմ, հայերն էին տիրություն անում։ Դուրս էին գալի Աբխազիայով, բանով դուրս էին գալի Ղրիմում, Ղրիմից տանում էին Եվրոպա։ Այդ հայտնի ճանապարհ էր, մետաքսե ճանապարհի կամ ինչ որ մեծ խոշոր ճանապարհների մի ոնց որ բրենչներ, մի ճյուղը։ Բայց հիմա Չինաստանից դեպի Եվրոպա իմաստ չունի։ Հայաստանը կապ չունի, Հարավային Կովկասն կապ չունի։ Հայաստանը եւ Հարավային Կովկասը, Վրաստանը իմաստ ունեն միայն այն պարագայում, երբ դու դիտարկում ես, չգիտեմ, Դաբլինից մինչեւ ուր Շրի Լանկա։ Այ այդ ճանապարհը, այս իմաստ ունի, սենց իմաստ չունի, էլի սարի 7 հատ սար կտրել կլինի։ Պատկերացրեք Չինաստանի ապրանք օրինակ, այս բաժակի համարժեքը Չինաստանում 1000 հատը $1 չի։ Դու պատկերացնում եք 7 սար բարձրանա գնացքը, 2 ծով փոխի, 3 լաստանավ փոխի, այդ $1 հասցնելու համար ձեռ է կար։ Ինքը 4 օր ուշ կհասցնի, կտանի Ռոտերդամում կիճացնի իր 10 ցենտով։
Պետք է դու սա սարքես $5, ինչա թե Նիկոլին խաշմերոկնա դու գալի։ Հասկանում եք, որ դա անհույս է։ Հա ուրիշ հարց է, Կենտրոնական Ասիայից ինչ-որ ապրանքներ պետք է գնան Եվրոպա, բայց պետք է գնան Եվրոպա չի աշխատում, որովհետև իրանք պետք է մշակվեն Հայաստանում, ոչ թե գնան Եվրոպա։ Էս է հետաքրքիր։ Այդ պարագայում ես պատրաստ եմ դիտարկել խաշմերուկի են թևը, որ մենք Հայաստանից բան ենք անում, որ երկաթգիծը մի մասը աշխատում է եվրոպական ստանդարտով, մյուս մասը նման ռուսական։ Այդ ժամանակ ես համաձայն եմ, որ ես, չգիտեմ, Ղազախստանից, Ուզբեկստանից, բանից ապրանքներ բերեմ սովետական մոդելի գծով, բերեմ ստեղ, վերամշակեմ, ու արդեն հասկանամ ուր եմ ուղարկում, սա Չինաստան, սա Հնդկաստան, սա Եվրոպա, այդ նորմալ է, բայց դա կներեք, դա խաշմերուկ չի, դա ամբողջությամբ հաբ է, այդ իրական հայոց պետականությունն է, ոչ թե իրական Հայաստանը, որը Նիկոլն է կառուցում, այլ իրական հայոց պետականությունը։ Այդ ժամանակ ես կունենամ բավականաչափ միջոց, որ ունենամ հավելյալ 2 տանկային կորպուս ու 75 կործանիչ, ու հենց այդ ժամանակ էլ ես կարողանամ Ադրբեջանին ասեմ, կամ այս թուղթը ստորագրում ես, կամ այս թղթի վրա քո ստորագրության փոխարեն կլինի քո գլխուղեղի մնացորդները։ Ու ինքը խելոք, գլուխը կախ կստորագրի։ Հակառակ դեպքում ոչ բան չի լինի։